Ուգաս ավետարան 10-րդ գլուխ 18 խոսքեն 10-րդ գլուխ 18 խոսքեն Հիսուսը այսպիսի բան ասավ աշակերտներուն Հիսուս ասավ նրանց Ես տեսնիմ սատանային, որ երկնքեն վար է ընկած Ահա ես ձեզի իշխանություն կտամ օձերու և կարիճներու վրա և թշնամիի բոլոր զորությունը կողքրտելու և բանը ձեզի պիտի չվնասել Ինչ կուտա Հիսուսը մեզի իշխանություն թշնամու բոլոր զորությանը վրա կողքրտելու Ինչի Հիսուսը ասավ ես կուտամ ձեզի Ինքն Աստված որ ստեղծեց Ադամին ու Եվային ինքը տվել էր այդ իշխանությունը Ադամը ունի իշխանություն սաղ երկրագունդը պատկաներ կա Ադամին մարդ արածին որ շուներ մեղքի բնություն Աստված տվել էր ամեն իշխանությունը Ադամին էր տվել բայց եկավ ժամանակ եկավ պարագա թշնամին սատանան օծի կերպարանքով օծի միջոցով ինքը խաբեց մարդուն և առավ մարդուն իշխանությունը գողցավ Ինչի մենք տեսնենք անապատի մեջ որ Հիսուսը գնաց փորձության անապատ գնաց փորձության Սատանան մոտեցավ Հիսուսին երեք փորձությունով փորձեց և որից մեկի մեջ ինքը այսպիսի արտահայտություն էր Սատանան Ես ժամանակի պատճառով չեմ ուզել տեղերը կարդամ և հետագանությունը Ես կուզեմ կարևոր ինչ-որ ինձ կարևոր պետք է կոնկրետացնել այդ խոսքերը ես կոնկրետացնեմ Սատանան Հիսուսին ասավ ես տեսնիս ես ամբողջ աշխարհի թագավորությունն ու փառքը Ցույց տվեց Սատանան Հիսուսին ցույց տվեց ամբողջ երկրագնդի փառքը եւ թագավորությունն ու իշխանությունն ու հարստությունը եւ մեկ բան ասավ Հիսուսին ասավ այդ ամենը ինձի է տրված Ես կուտամ քեզ եթե երկրպագես ինձի Գիտեք ինչ հրաքրքիր բան Սատանան կառաջարկել մեկ անձնավորության բան որ պատկանեկը իրան Պատկերացրեք Սատանան Հիսուսին կառաջարկել այն ինչ պատկանեկը Հիսուսին Բայց ինչի Հիսուսը չսավ քեզի չէ տրված այդ իշխանությունը Ինչի՞ սա, որովհետև սատանան ճիշտ կխոսիր Այո, տրված էր սատանային Որովհետև սատանան գողցել էր ամեն իշխանությունը մարդուն ձեռքեր Բայց ինչ տեղի ունեցավ երբ որ Հիսուսը խաչի վրա արտահայտվավ երկու բառ Հիսուսը խաչի վրա արտահայտվավ երկու բառ Սա ամեն բան կատարվել է Ամեն բան կատարվեցավ Ինչ տեղի ունեցավ Հիսուսը իր մահով գրված է հաղթեց մահվան իշխանություն ունեցողին այսինքն սատանային Ինչ երավ Հիսուսը Հիսուսը առավ սատանայի ձեռքեն իշխանությունը և նորեն վերադարձուց մարդուն ահա ես ձեզի կուտամ իշխանություն օձերի դևերի, կարիճների, սատանայի բոլոր զորությունը կողքրտելու Այսօր մարդը չճանչելով իր իրավունքն ու իշխանությունը ինքը գերի է գնացել սատանային Չճանչելով իր իշխանությունը, իր ով լինելը մարդ արարած է, որ ամենքս մենք նույն Աստծո որդիները լինելով, բայց քանի որ չենք ճանչել մեր ով լինելը Չենք ճանչել ով ենք մենք Աստծո առաջ, ով ենք մենք ամբողջ երկրագնդի ամբողջ ստեղծագործության առաջ և այդ իսկ պատճառով սատանան թշնամին կարողացել է շատերին գերի վերցնել Այսօր շատերի կյանքի մեջ կա շատ դժվարություններ, ծանրություններ, պրոբլեմներ, փորձություններ, հիվանդություններ և լիքը նման բաներ, որտեղից սատանան համոզելով մարդուն խաբել է Բայց մենք գիտենք, մենք ունենք Աստծուց իշխանություն, կողքրտելու
սատանայի բոլոր զորության վրա։ Այսօր ինչ կյանքի մեջ ինչ բաներ կան, ինչպիսի զորություններ կան, որ Աստծուց չեն, ինչ պրոբլեմ կա այսօր կյանքի մեջ։ Ես չգիտեմ դու ինչ պրոբլեմ ունիս կյանքում է, դե այդ պրոբլեմը թիվանդության հետ կապված է, այդ պրոբլեմը ընտանիքի հետ կապված է, այդ պրոբլեմը ֆինանսականի հետ կապված է, այդ պրոբլեմը դիվական աշխարհի հետ կապված է։ Ես չգիտեմ քո պրոբլեմի անունը, բայց ես մի բան հաստատ գիտեմ, որ Հիսուսը տվել է իշխանություն կողքրտելու բոլոր պրոբլեմների վրա։ Եվ ոչ մի բան չի վնասել քեզի, որովհետև ինքը վերականգնել է քեզի։ Ինքը վերականգնել է ինձի։ Ես երբ որ ասեցա, որ ես վերականգնված էակեմ Աստծո առաջ, ես սկսեցի քանդել սատանայի գործեր իմ կյանքս մեջ եղած։ Ես սկսեցի կողքրտել եւ իրոք որ ոչ մի բան չի կարող վնասել։ Դուք փորձեք կողքրտելու այն զորությունների վրա, այն դժվարությունների վրա, այն պրոբլեմների վրա, որ կա քո կյանքի մեջ։ Գիտեք ինչ է կողքրտենք մենք։ Ինչն է մեր իրավունքն իշխանությունը։ Իշխանությունը պետք է մենք անենք Աստծո խոսքով։ Որովհետև գրված է Աստծո խոսքը կենդանի է։ Ամեն երկսայրի սուրեն ավելի կտրուկ է։ Աստծո խոսքը ունի զորություն թափանցելու մարդու ներքնաշխարհը եւ փոխելու մարդու կյանքը։ Աստծո խոսքը ունի զորություն փոխելու մարդու լուծելու բոլոր պրոբլեմները, փոխելու մարդու կյանքը։ Աստծո խոսքը կենդանի է։ Այդ խոսքով է ստեղծվել ամբողջ ստեղծագործությունը։ Այդ խոսքով է ստեղծվել ամբողջ կենդանական աշխարհը, ամբողջ շրջումները, մարդկությունը, երկրագունդը, տիեզերքը, աստղերը, արեգակը եւ այլն։ Երևացող եւ չերևացող բաները ստեղծված են Աստծո բերնային ելած խոսքով, որնորքս է ես եմ ալֆան եւ օմեգան, առաջինն ու վերջինը, սկիզբը եւ վերջը, Հիսուսը ես եմ։ Ինքը ստեղծել է իր խոսքի մեջ կա օծություն, իր խոսքի մեջ կա զորություն եւ իշխանություն։ Այսօր ինչն է ինձ իմ կյանքիս մեջ հասուցել այս տակավիճակին Աստծո խոսքի զորությունը։ Ես ոչ մի առավելություն չունեմ որևէ մեկի։ Չունեմ ոչ մի առավելություն։ Իմ առավելությունս է նոր մեջ կանա, որ ես ինչքան ես խորանամ կա Աստծո խոսքի մեջ, ինչքան Աստծո խոսքը իմ մեջս բնակվի ու զորանալը տեղ կգտնի, այդքան ես հաջողակ մարդ եմ երկրագնդի վրա։ Որովհետև այս երկրագունդը սատանայինը չէ, այս երկրագունդը մերն է։ Սատանան խաբել է, համոզել է, թշնամին համոզել է եւ պատերազմով մեկը մեկին ջարդել ու դա սպանել այունահեղություն կենե մի բուրում հողի համար դուք պատկերացնեք մարդուն է պատկանեկը մարդուն բայց սատանան կսե կերվի արդ բայց իմս է դիգել ինչի կերվի մերն է Աստծո որդկանցքը պատկանե երկրագունդը եթե ամեն մարդ մտածե այսպես, ամեն մարդ խորե այսպես, չի լինի ոչ պատերազմ, ոչ կեղի, կլինի խաղություն եւ իրոք այն հազարամյա թագավորությունը, որ երկրագունդը կսպասե, այդ հազարամյա թագավորությունը տիրեկը եւ թագավորը կերնի մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Մեր թագավորը, մեր Տերը, մեր թագավորների թագավորը։ Ուրեմն ինչպես, աշեք, շատ հետաքրքիր։ Ես շատ եմ խորացել, շատ եմ փնտրել ժուր եկել, շատ եմ փնտրել ես ինչպես անեմ, որ իմ ունեցած իմ կյանքից մեջ ունեցած պրոբլեմներում ես վերջ տամ։ Ու ես եկավ ժամանակ գտա լուծումը Աստծո խոսքի մեջ։ Եվ Աստծո խոսքով ես լուծեցի բոլոր պրոբլեմները իմ կյանքից մեջ եղած։ Աշեք ինչ է Աստծո խոսքը։ Պողոս առաքյալը խոսիգը հավատքով քայլելու մասին, Կսե, որովհետև մենք հավատքով կքայլենք ու ոչ թե երևույթով։ Հավատքով կքայլենք և ոչ թե երևույթով։ Ինչ կնշանակե հավատքով քայլել և ոչ թե երևույթով։ Ինչ կնշանակե ժողովուրդ ջան։
Ռոմեացիս այդ հավատքով քայլերի խոսքը գրված է երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 7-րդ խոսքն է։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Պողոս առաքյալն ասել. ես հավատքով կքայլեմ եւ ոչ թե երևույթով։ Ես առաջ չէի ասում այս համարը կարդայի, ես ասեի ինչը երևույթով ինչը չքայլել կամ հավատքով քայլել ինչ կնշանակի։ Ուրդից կառաջանա մարդու մեջ հավատքը, ժողովուրդ ջան։ Ուրդից կառաջանա։ Ռոմեացիս 10-րդ գլուխ 17-րդ խոսքի մեջ պատասխանը կուտա ուրդից սկիզբ կառնել մարդու մեջ հավատքը, ուրդից սկիզբ կառնել։ Ռոմեացիս 10-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Ուրեմն հավատքը լսելն է։ Հավատքը լսելն է։ Այսինքն չի կերնակ մեջդ հավատք առաջանա, մինչև դու ինչ-որ ինվորմացիա չլսես։ Կապ չունի, ինչ ինվորմացիա դու լսես։ Հավատքը ծնվի ինվորմացիա են, երբ որ դու կլսես, կապ չունի այդ ինվորմացիան ճիշտ ինվորմացիա է, թե սուտ ինվորմացիա է։ Կապ չունի։ Հավատք ըսվածը ինքը կաշխատի այն դեպքում, ինքը գործեկը այն դեպքում, երբ որ մարդու մեջ կուկա ինվորմացիա ինչ-որ բանի նկատմամբ։ Այսօր մարդիկ ինչի պրոբլեմին առաջ ծունգ են ծռել։ Ինչի։ Այսինքն կան մարդիկ խոսքին անբուժելի հիվանդություն կա իրանց կյանքի մեջ, քրոնիկ հիվանդություններ կան, ինչ-որ անլուծելի հարցեր կան, եւ այդ պրոբլեմը իրանց ծունգ է ծռել իրանց առաջ։ Այսինքն մարդը պրոբլեմի առաջ ծունգ է ծռել, հանձնվել է պրոբլեմին, ինչն է պատճառը, որովհետեւ այդ պրոբլեմը ունի ձայն։ Պրոբլեմ ըսվածը այսօր մարդկանց կյանքի մեջ ունի ձայն, եւ այդ ձայնը կսե որ գիտես, ես քու անբաժանելի մասնիկն եմ։ Դու չփորձես ինձ դեմ հրաժարվել։ Դու չփորձես ինձի մերժել, ես մինչև կյանքիդ վերջ պիտի գամ քեզի հետ։ Ես քու գտեմ, ես քու սեփականություն դեմ, եւ մարդը լսելով պրոբլեմի ձայնը ինքը հավատացել է եւ այդ համար այդ պրոբլեմը այդ մարդու կյանքի մեջ տեղ ունի։ Հասկանք, հավատքը ոչ միայն կաշխատի Աստծո վրա, ճշմարտության վրա, այլ նաև կաշխատի սատանայի խոսքի վրա։ Այսօր ինչի սատանայի թագավորությունն է շատ երկրագնդի վրա, ինչի ժողովուրդ ջան, որովհետև սատանայի խոսքի հավատքն է մարդու մեջ աշխատել։ Ադամին ու Եվային մեջ ինչը աշխատա, որ իրանք կերան պատուվը։ Ինչ աշխատա, սատանայի խոսքի հավատքը։ Հավատքը ցե Աստծո խոսքը լսելն է, բայց շարունակություն կա, աշե, շարունակություն կա։ Ուրեմն հավատքը լսելն է եւ լսելը Աստծո խոսքը։ Լսելը Աստծո խոսքը։ Գիտեք Աստված միշտ խոսիկը էման բաներ, որ վեր է մարդկային գաղափար է, վեր է երևույթ է, վեր է մարդկային շոշափելիք է։ Այսինքն Աստված կսե բան մարդուն հավդելու, որ նոր վեր է մարդկային գաղափար է, վեր է ֆիզիկա է, վեր է երկրագնդի օրենքներ են, վեր է երևույթ են շոշափելիքներ են, վեր է Աստված լիքը նման բաներ կսե։ Ինչի Աստված չի իսել էման բան, որ մարդուն համար հասանելի է դա անելը։ Աստված է էման բան, որ մարդը պետք է կամ հավատա Աստծո ասածին եւ հավատքով քայլել, կամ չհավատա երբդի ու երբ կանգնի Աստծո ասածին չհավատալով։ Դուք հիշեք, երբ որ Հիսուսը աշակերտուն դրեց նավը սա անցիկ ընթուի ափը, մինչև ես գործ ունեմ, գործն եմ ու կան։ Ու ճամփուկ իսուն ծովում մեջ մեծ փոթորիկ տեղի ունեցավ։ Մեծ փոթորիկ։ Աշակերտները խառնել են իրար։ Խառնել են սաղ իրար, ինչ ենք, Հիսուսը մեզի հետ չէ, Հիսուսը չեկա, փոթորիկը շատ սաստիկ է, ու իրանք վախի մեջ էին։ Նավի մեջ, ծովի նորտան փոթորիկ։ Դուք հասնեք։ Այն ելանելի վիճակ։
Այսօր շատերու կյանքի մեջ կա այդ անելանելի վիճակը։ Այսինքն կան խնդիրներ, որոնք քու կյանքի մեջ քեզի ասել է այդ խնդրը, որ այս խնդրը մինչև կյանքի վերջ պետք է գա։ Բայց գիտեք կա մեկը, երկնքի արիչը, Աստծո որդին Քրիստոս Հիսուսը, որ հաղթեց մեղքին, մահվան և գերեզմանին և հաղթության հարություն առավ, այդ մեկը կարող է փոխել բոլոր օրենքները երկրագնդի վրա, որովհետև ինքն է ստեղծել։ Եվ այդ ժամանակ, փոթորիկի ժամանակ, ու հանկարծ աշակերտները ուշադրություն դարձին, տեսան, որ ինչ-որ մեկը փոթորիկներու վրա է, ծովի վրա է քայլելով կերթար դեպի իրանց։ Ու սկսեցին աղաղակել, սկսեցին ոգի է, աչքի երևույթ բան մնե։ Եվ Հիսուսը աշեց ու սա մի վախենակ, ես եմ։ Դուք գիտեք, Աստծո քով պրոբլեմ, հասկացություն, գոյություն, շունի, բացարձակապես։ Այն պրոբլեմը վերնոր կա այսօր քու կյանքի մեջ, Աստծո քով պրոբլեմ, գոյություն, շունի, մի վախենակ։ Հիսուսը մեկ բան ասավ, մի վախենակ, ես եմ։ Դուք հիշեք կը Հայրոսի աղջկան պատմությունը։ Հայրոսի աղջկան պատմությունը հիշեք կը, վե որ չգիտե ես երկու բառով ներկայացնեմ։ Հայրոս ունի աղջիկ, որ նոր մահամերձ վիճակի մեջ հիվանդ էր, հիվանդության մեջ էր։ Ու ինքը լսեց, որ Հիսուսը գուքա, ինչ որտեղ ծառայության է Հիսուսը։ Ինքը շտապելով եկավ Հիսուսին այդ անձնավորությունը Հայրոսը, աղջիկը հիվանդ պարգած էր։ Եկավ հասավ Հիսուսին քով, խնդրեց անգավ Հիսուսին ոտքերը, սա Տեր խնդրեմ կա աղջիկս մեռնելու վերա է, արի ձեռքը դիր և կբժշկվի։ Արի օգնել հրգեի աղջկանս։ Ու հենց այդ պահին մարդիկ եկան հասան, ուսեցին Հայրոս։ Ուսուցին Հիսուսին մի հոգնեցնե, աղջիկը մեռավ։ Աղջիկը մեռավ։ Հայրոսին աղջիկը մեռավ։ Ինք եկել էր Հիսուսին քով, ինք եկել էր գիտեր, իմացել էր, որ Հիսուսը հիվանդներին բժշկելը, կույրերին աչքերը կբանա, Հիսուսը կաղերին ոտ կուտա, Հիսուսը դիվահարներին կազալը, ինքը լսել էր ինվորմացիա ունի Հիսուսին մասին և հավատացել էր Հիսուսին կատարած գործի մասին ու եկել էր Հիսուսին քով ու հանգարց լուր հասավ, ինվորմացիա հասավ Հայրոսին ու սավ Հայրոս, աղջիկը մեռավ, վարդապետին մի հոգնեցնե այլևս, անիմաստ է, անօգուտ է։ Ու գիտեք ինչ սավ Հիսուսը։ Դարձավ Հայրոսին աշեց սավ, Հայրոս, սավ մի վախենա, միայն հավատա, և քո աղջիկը պետք է ապրի։ Ու գիտեք ինչ ուզեցավ հետով ասել Հիսուսը։ Հիսուսը հետով, գիտեք ինչ ուզեցավ Հայրոսին ասել։ Հիսուս ուզեցավ ասել Հայրոս, քու աղջիկն է մեռել, ես չեմ մեռած, ես կենդանի եմ, ես եմ հարությունն ու կյանքը, ու ես իշխանությունն իմ ամեն մարմնի վրա կյանք տալու և ապրեցնելու, ես չեմ մեռած, և քանի որ ես կենդանի եմ, քու աղջիկը պետք է հարություն առնե, պետք է հարություն առնե, այսինքն Հայրոսի մեջ եղավ երկու ինվորմացիա, մի Հայրոսը կանգնավ ընտրության առաջ, որ ինվորմացիային հաղթավ, որ ինվորմացիային, այն ինվորմացիային, որ աղջիկը մեռելը այլևս հույս չկա, ապկես մեռած էր աղջիկը, թե այն ինվորմացիային, որ Հիսուս Այսօր մենք է նույն ձեր կանգնինք երկու ինվորմացիայի առաջ, պրոբլեմներն որ մեր կյանքի մեջ կան, դժվարությունները, փորձությունները, պրոբլեմը քեզի կսել, գիտես, անիմաստ է, մի առոտ է, անիմաստ է, մի խնդրե, անիմաստ է, ինչ կխոսիս, ինչ Հիսուս, ինչ հավատ, ինչ բժշկություն, ինչ պրոբլեմի լուծում, դու չես տեսնի, որ ես տարիներ շարունակ ու կամ քեզի հետ,
տարիներ շարունակ, դու կամ քեզի հետ, դու այլևս մի անհանգստացներ Հիսուսին, մի անհանգստացներ Հիսուսին, և մարդը ընդունել է այդ ինվորմացիան ու այլևս չի անհանգստացներ Հիսուսին, բայց Հիսուսը նույն ձայնով, նույն խոսքով, նույն դեմքով ինքը կաղագեր, քու հոգուտ աշխարհակսը, մի վախենա, ես եմ երկնքի և երկրի Տերն ու Թագավորը, ես եմ ամենքին կյանք, շունչ և ամեն բան տվողը, ես եմ, մի վախենա, ես քեզի հետ եմ, Հիսուսով ինձի հավատացողը, թեև մեռնի, Պետք է ինչ է։ Ինձի հավատացող Հիսուսով